ուզում եմ այս վերջում նենց հետաքրքիր էր կրոնը նենց մի հետաքրքիր բան է, երբ որ մի բանը արդեն սկսում ես կրկնելը, սորվել ես ինչ պետք է անես, հա, ու սկսում ես այդ ձևի ապրելը, էսի կրոն է։ Կրոնը նորից եմ ասում, ծեսակատարությունները չեն։ Հակառակը, ծեսակատարությունը ինքը հնարավորություն է ավետարանելու, հնարավորություն է Տիրոջը պաշտելու, հա, եթե ինքը պրոստե սովորական չի կրկնվում, ինչ խորերել են առաջի անգամ, հաջորդ անգամ նույն ձևի կրկնենք։ Տերը ոչ մի անգամ ոչ մի բան չէր կրկնում, ամեն անգամ հիանալի ձևի ինքը իր իրականությունը ցույց էր տալիս։ Եվ ծեսակատարությունների մեջ ուտե որ կենտանի ներկայությունը կա Տիրոջ։ Ու սենց մի հետաքրքիր բան եմ նայում, որ ժամանակ առ ժամանակ մենք թմրում ենք այս վիճակի մեջ, որ լավ է, ասես մի հատ հասարի հոգևոր մարդը քանի երկինք չի հասե, ինքը պետք է մի րոպե չկանգնի, մի րոպե պետք է չմտածի որ լավ է, ինչ լավ։ Հա բան ունենք առաջ գնալու, էլ ավելի տեսնելու, իշքան էլ աչքերս շատ է բացվում, ես որ Պողոս Արաքյալի մասով կարդում էի, երբ ասեց որ մեղավորների գլուխ եմ։ Ավ խորը գնացել էր այդ ժամանակ նոր տեսա, որ իրոք մեղավորների գլուխն է։ Իշքան մենք խորեր տանք, կան մեր վիճակն իշքան վատետ կան տեսնելու ենք։ Ու ինչ է ես վերջում նայում են սկզբից մեր եկած վիճակը ու երբ որ տեսա Տերը ում է կանչում, Տերը ասեց հոգնածներ ու բեռնավորվածներ արեք, այսի շատ մի կարևոր բաժին է որ հասկանանք որ իրոք մենք հոգնել ենք ու բեռնավորված ենք ու հոգնել ենք աշխարհից։ Ես օրինակ իսկական հոգնել էի իմ կյանքս կառավարելուց, որովհետև չէի էլ կարում։ Երբ փորձում էի ռուլը ձեռքս վերցնեի, մի ահավոր խայտարակ վիճակների մեջ էի։ Ու հետո օրերից մի օր իրոք հասկացա որ հոգնել եմ, էլ չեմ կարում։ Հոգնել եմ ու նենց էլ գլուխս միտք էր գալիս, մեռնեմ պրծնեմ, հասկանում ես, ես մտածեցի ու հասկացա, որ իրոք օրերից մի օր Տիրոջ խոսքն լսեցի, որ հոգնած ու բեռնավորված, այս հենց այդ հոգնածը ես եմ։ Ու երբ որ գալիս էր Տերը մեզանից մի բան էր ուզում, էլի Մատթեոս 11-րդ գլխի մեջ է գրված, возьмите иго мое на себя и научитесь от меня, ибо я кроток и смирен сердцем, и найдете покой душе вашем։ Ես նենց էի ուզում այս այդ խաղաղությունը։ Ես որ մի անգամ տղերքից մեկը նենց մի հետաքրքիր հաս տվեց, Տիրոջ նոր հանդիպես ինչ ես ուզելու, գիտես ժամանակ իրոք նենց հոգնած էի որ այդ սաղ բերի տակ որ ասում էի Տիրոջից ես իրոք գիշերներով չեմ քնե, քանի գիշերներով, ասի Տիրոջը կասեի մի քիչ հանգստանամ, մի քիչ քնեմ, հա որ հանգիստ մի քիչ քնեմ։ Պատկերացրեք, ես ոչ միայն հոգևոր էի հոգնած եւ մարմնական էի հոգնած ու вообще հոգնած վիճակով էի։ Ակազվեց էսի շատ լավ վիճակ է։ Երբ որ կա խոսակցություն երկրի վրա, կա խոսակցություն երկնային։ Երկրի ականջները մի ձևի են լսում, ինչի համար էր ասում վերինը մտածենք։ Այն այդ ձևի որ մտածում ես մի քիչ ուրիշ ձևի ես հասկանում։ Մի հատ sense օրինակ կար, մեկը ասում է երբ որ երկրի վրայից եմ նայում կնոջն է ասում է ուզում եմ ասեմ ես քեզից շուտ մեռնեմ էլի բայց որ երկնքից եմ նայում ասում եմ դու մեղք ես դու մեռնես հետո նոր ես էլ դե պատկերացու կնոջդ կանգնես ասես դու ինձ շուտ մեռի հասկանում ես ինչքանով կարա հասկանա բայց երբ որ երկնային մտքով ես փորկում ես խոսալը էսի շատ լուրջ է ու ես մի բան շատ կարևոր հասկացա որ երկինքը մի ուրիշ ձևի է մեր կյանքի մեջ խոսում օրինակ երբ որ Մատթեոս 5-րդ գլուխը կարդում ենք երանելի հասկանում ես երկրի առաջ կանգնես ասես ինչի համար է ասում քեզ կասեն որ լավ չես հա որ կանգնես Մատթեոս 5-րդ գլխի երանելիները կարդաս կասեն իրոք լավ չես քեզի բժշկի է պետք ոնց տեսը կա որը երանելի է հոգով աղքատը երանելի է ու այն մնացած սաղ շարանը բայց այս ինչի համար են երանելի որովհետև այդ վիճակը բարենպաստ է Տիրոջ երեսը փնտրելու այդ վիճակը բարենպաստ է որ մենք վերջապես այս երկրի վրա գանք այն դիրքի մեջ որ իրոք Տիրոջ թակավորությունը մեր կյանքի մեջ կա մեր կյանքի բոլոր բնակավարներում որ իրոք Տիրոջ կամքը լինի մեր կյանքի բոլոր իրավիճակներում ու երբ որ ես այս ամեն ինչը նայում եի տեսնում եմ որ ժամանակ կա որ ես արդեն աշխարհը միշտ ինքը կանչելու հատկություն ունի մենք քրիստոնյա լինելով էլ մի քանի բան տեղնորում ենք բայց մի քիչ խաղաղվում ենք խախանվում ենք ես էլ այն կյանքով չեմ ապրում մի մոտ շատ հետաքրքիր է հա ամեն բան սուրպրիզների կյանք եմ ապրում բայց ժամանակ առ ժամանակ եւ աշխարհն իր
առաջարկներն ունի։ Ու հետո մեկ նայում ես, կարաս համեմատվես, դե լավ է էլի։ Ու էսի արդեն մի հատ խայտարակ վիճակ է, հեչ մի բան էլ լավ չի։ Մենք ունենք միշտ անելու, առաջ գնալու, հետո մի հատ շատ կարևոր բան կա Տիրոջ հետ հարաբերությունների մեջ, ամենակարևորը հասկանանք պետք է որ ինքն է Տերը, ինքն է Փրկիչը։ Ես միտեղ որ ես վերջում նայում էի Հռոմեացիների գլուխ 10-րդ խոսք գլուխն է, հա 10-րդի 9-րդ խոսքից եմ կարդում, ибо если устами твоими будешь исповедовать Иисуса Господом и сердцем твоим веровать, что Он воскресил Его из мертвых, Бог воскресил Его из мертвых, спасешься։ Հիմա նայեք, մի հատ շատ կարևոր բան եմ ես, սրա առաջի մասն եմ ուզում ասեմ, ибо когда его будем исповедовать Господом и Спасителем։ Ու հավատացեք, մեր սաղ կյանքի մեջ իրադարձություններ կան, որտեղ որ գնում ես իրավիճակների մեջ, որտեղ որ կամ դու ես թակավորելու ու այդ իրավիճակից քեզի դուրս հանելու, կամ վերջապես պետք է լրջացնես այն խոսակցությունը, որ նոր դու քո բերանով դավանել ես։ Հիմա նայեք նորից եմ ուզում կրկնեմ իմ համար ու բոլորիս համար, ես որովհետև այս ժամանակ առ ժամանակ ինձ բռնացնում եմ, որ ես սրան կանել լուրջ չեմ վերաբերվում։ Համ իմ բերանով ասել եմ դու ես իմ Տերն ու Փրկիչը, համ էլ ես օրինակ փողոցի տղա լինելով շատ ժամանակ ինձ հետարքիր վիճակներ եմ տեսել։ Մեկ ընկել է մի հատ ահա որ աննորմալ վիճակի մեջ, հələ մի հատ էլ ասում է կգա կողքս կկանգնի։ Գնում ես կողքը հենց կանգնում ես թե չէ, մեկ է տեսնում ես ինքն է արդեն սաղ ուզում անես։ Ասում ես դու պետք է անել էլ մեզ ինչ ես կանչե։ Գնա արա։ Ու ես հետո փողոցը ինքը սատանան ինչ որ սովորցրել է ինձ, ինքը շատ տուժածի մեկը դուրս եկա, որ հասկացա, որ ես իսախ Տիրոջ տան մեջ ինձի դաստիարակվելու համար շատ կարևոր մի բան էր դառնալու։ Ես մեկ-մեկ ինձի դրա մեջ բռնացնում եմ, որ գիտես ինչ կա, Տիրոջն եկա կանչեցի ասի երեղին Տերս ու Փրկիչես, բայց ժամանակ առ ժամանակ արդեն դե վիճակս լավացել է, չէ՞։ Էլի նորից ինքնուրույն որոշումներ, էլի նորից ինքնուրույն գործեր ու ամենասարսափելի բանն է հավատքի մարդու ու վաբշե մարդու համար ինքնագլուխ ապրելը։ Այնով որ մտածում է ինքը կարա, այնով որ մտածում է որ ինքը ես որ սաղ լավ վիճակի մեջ է ինքն է իր հարցերը լուծողը, ինքն է իր տերն ու թագավորը, սրա վիճակը շատ ամենավատն է։ Մենք կանչված ենք որ ինքը գա մեր կյանքի մեջ ու թագավորի։ Հիշում եք առաջի թագավորածի մեջ գրված է «Մալը было у вас греха, еще и царя потребовали»։ Ինչի համար Տիրոջ դուրը չեկավ, որովհետև ինքը մեզի արարել էր որ ինքն է մեր մեջ թագավորել։ Ինչի համար ասես «Մալը было у вас греха, еще и царя потребовали», որովհետև դեն չէր Տիրոջ ծրագիրը։ Լավ թող գա տիասավուղներնի ձեզի թագավոր։ Գիտեք այսօր նորից Սուրբ Հոգովը, հա, այս ամեն ինչը վերադարձել է։ Ասում էր Աստվածաշունչն ասում է «Цари и священники»։ Նայեք, ոչ թե մենք ենք որ պետք է թագավորենք, այլ մեր միջի Սուրբ Հոգին կթագավորի եւ մեր տների մեջ մեր խաղանան կլինի, մեզ համար մեր խաղանան կլինի, որովհետեւ ինքը մեր Учитель один это Господь и живет в нас, ինքը մեր մեջ ապրում է, ու երբ որ մենք կարանանք լսենք, կանքեն հանգիստ հանդարտ վիճակի մեջ ամեն իրավիճակի մեջ իշկանել իրավիճակախառը կլինի, ինքը կխոսա, որովհետև մի հատ շատ կարևոր նորից տեղ եմ ուզում կարդամ, իրավիճակների մեջ շատ ժամանակ կողքից ինձ լիշտեմ մի քանի անգամ են ասել, բուն վրա է հույսը դրե։ Նստե ինչի ես սպասում։ Այնքան խառն է եղել իրավիճակը, որ այդ ժամանակ աշխարհում ես մի բան եմ հասկացել, մի բան պետք է եղնեցվի։ Ու ես ինչ որ արել եմ հոգևոր ժամանակ, շատ լուրջ բաներ եմ արել։ Ես քրդնել եմ հոգևոր ժամանակ այդ ամեն ինչը առնելու համար։ Ես առաջ ելնում աշխարհի մեջ ընկնում ստեղից ընկերից մի բան էի փնտրում, մի ծածուկ սենյակից մեջ, աղոթքից մեջ, կարամ ծոմովել, աղոթքովել, հենց կակրաս այնքան քրդնեմ, մինչև որ վերջը Տիրոջից պատասխան առնեմ, որովհետև հեչ մի բան չեմ ուզում առանց իրան անեմ, որովհետև էլի նորից գիտեմ, ես օրել հոգևոր լինելով, ինչ առանց իրան անում եմ, դրա վարձքը ես այս երկրի վրա լավ որ ողորմությունը վրա ես երկրի վրա եմ խաղում։ Չտասված ընդեղ արդեն շատ ված վերջանա։ Ու դրա համար ես մի հատ շատ կարևոր բան եմ հասկացել։ Տիրոջ հետ հանդիպելն էլ այդքան հեշտ չի։ Տիրոջ հետ հանդիպելն էլ տենց շատ հեշտացրել ենք ամեն ինչը։ Բայց ինչի համար էին մարդիկ երթում սարերը 40 օր ծոմով, ոչ ուտել, ոչ խմել։ Դուք գիտեք 40 օր իրանք որ չէին ուտում, չէին խմում, 40 օր էլ սաղորը Տիրոջ հետ էին խոսում։ Չէ, վերջում տեղեր կա որ հելան գնացինք Դանիելի ժամանակն հենց հետաքրքիր է գրած կամ
որ տեսնում ես Եղիայի ժամանակ, Եղիան էլ նորից երբ որ ասում է սովատ գնաց է պարգել էր հրեշտակը ձեն տվավ, երևի այդ տեղը հիշում եք, ժամանակի պատճառով չբացեմ, չկարտամ, հրեշտակը ձեն տվեց, հա, հրեշտակը ասեց ելք կեր, հա, ու խմի, մենք հոգևոր մարդիկս հասկանում ենք կեր ու խմի Տիրոջ խոսքի մասին է խոսքը, Տիրոջ հոգու մասին է խոսքը, ելավ կերավ խմեց, քնավ նորից հրեշտակը ձեր տված, ելք կեր խմի գնա գործի, գնա սկսե շարժվելը, հասկանում ես, այսինքն մենք այդ ժամանակն է, դրանից հետո էլ ասում է Եղիան կերավ խմեց, գնաց 40 օր, հա, սպասեց մինչև որ Տիրոջից արձագանք եղավ, մինչև որ Տերը խոսեց, 40 օր ծոմով ու աղոթքով, մինչև որ Տերն եկավ ու խոսեց։ Մենք պրոստը տակ ելել ենք, ասում ենք Տեր ջան, ինչ ասեմ, ձեն չկա, ելանք գնացինք, լավ, չես խառնվում, մենք երտանք ինքներս անենք, սենց չի։ Ավելի լավ է հեշտ բան չանենք ու երտանք ենքան կպնենք, մինչև որ կառնենք Տիրոջից, պետք է անենք, թե չպետք է անենք։ Շատ որ Պարալիպամինոն կարդում ես, տեսնում ես թագավորների կյանքի մեջ, որոնք Տիրոջ լսեցին, որոնք Տիրոջը չլսեցին։ Որոնք Տիրոջ խոնար եղան, որոնք Տիրոջը չլսեցին ու հետո տեսանք հետևանքն ինչ եղավ։ Ունտեղ հետարքիր մի բան կա, երբ որ մարդիկ, որոնք որ Տիրոջն էին լսում, Տերը տեղ կար ասում էր, այո, դու պետք է գնաս, դու պետք է կռվես, ես էլ քեզ հետ կլինեմ։ Տեղ էլ կար ասում էր, էսի քո կռիվը չէ։ Դու խելոք քեզ համար քո տեղը նստի, ես իմ կռիվն է, ես եմ կռվելու։ Ու ամենակարևորն որ այս մարդը լսում էր վերջապես, ինքը ստեղ մասնակցություն պետք է ունենա, թե չպետք է ունենա։ Հա, որովհետև մեր մասնակցությունը շատ տեղ կարա եւ խանգարող լինի։ Շատ իրավիճակների մեջ եւ քեզ դրտելու են, գնա մի բան արա։ Օրենքի հետ է կախված, գնա մի բան գրի, մի բան ջնջի։ Աշխարհի լիքը խնդիրներ ունենք, մեր կյանքը լի է խնդիրներով, ու այդ ամեն ինչի մեջ, եթե մենք հասկացել ենք, որ ունենք Տեր ու Փրկիչ, ուզում եմ էլի մի հատ իրար այդ տեղ կարդանք, Հռոմեացիների 10-րդ Գլխին օրից 11 խոսն է. Ибо Писание говорит, всякие верующие в Него не постыдится. Ամեն մի մարդ, ով որ իր վրա է հույսը դրել, իրանից ունի, ամոթով չի մնալու, հավատացեք, իրավիճակի մեջ քեզ ասելու են, այ ախպեր, ես ինչ ես անում, ճիշտ չես անում, հա, աշխարհն իր լուծումներն ունի ամեն հարցին։ Ու մենք էլ ընդեղից ենք եկած։ Մենք էլ որ եկել ենք, այդ բագաժով էլ եկել ենք։ Այդ բագաժն ունենք մենք, որ իրավիճակի մեջ 1000 ու մի հնարքել դու ունես, 1000 ու մի բան էլ դու կարաս անես, բայց մեզի պետք է որ հասկանանք ինքն ինչ է ուզում տվյալ իրավիճակի մեջ։ Երբ որ հասկանում ենք շատ տեղեր ունենց հետաքրքիր է Տերը, երբ որ խոսում է, հենց ենք մխիթարվում, հենց ենք քաջալերվում, հենց ենք հասկանում որ այո Տեր ջան, հենց էս է ամենակարևորը, որովհետև շատ բաներ, եթե մենք մտածել ենք մեր խելքի բանն է, Առակաց 3-րդ գլուխն ասում է՝ «Ни надейся на разум свой». Շատ սարսափելի է, որ քո մտքի վրա է Հիսուսը դրել։ Հա, все заботы ваши возложите на Господа Бога вашего։ Պետրոս Արաքյալն ասում է, «Воздаст он во свое время», ոչ թե մեր ժամանակի մեջ է տալու, իր ժամանակի մեջ է տալու։ Ինչի համար է Աստվածաշունչը ասնավնոյ սովորացնելու մասի մեջ մի կարևոր բաժին կա, համբերել մեզ սովորացնում է ինքը։ Համբերելու համար էլ փորձություններով անցնում ենք, որ համբերենք։ Չէ՞ Պետրոս Արաքյալն ասում, «Օդար չհամարեք»։ Պետրոս Արաքյալը 4-րդ գլուխ 12-րդ խոսքի մեջ ասում է, «Не чуждайтесь огненного искушения и испытания». Օդար չհամարեք զանազան փորձությունները, որովհետև հավատացյալին իշքան որ պետք է աղոթքի կյանք, իշքան որ պետք է կարտալու կյանք, հա, եւ իր անձի կառուցման համար ոչ պակաս պետք է փորձություններով անցնելու կյանք ունենա, որովհետև այդ նեղությունները ասում եմ մեզ ինչ են սովորացնում, համբերություն են սովորացնում։ Իսկ եթե մենք համբերող մարդ լինենք, համբերություն ունենանք, կսպասենք, Սաղմոս գլուխն ասում է, իշքան որ հիշում եմ 40 է սպասելով սպասեցի։ Սպասենք ենքան մինչև որ ինքը գա ու ասի անելու ենք թե չենք անելու, մասնակցելու ենք թե չենք մասնակցելու։ Շատ տեղեր էլ շատ բաներ որ ուզենանք անենք էլ մեր խելքի բանը չէ որ մենք անենք։ Գիտես մարդիկ երբ որ նույն 10-րդ գլխի մեջ է գրված մարդիկ երբ որ Տիրոջ հետ հարաբերություն չունեն, մեկ է իրանք պրավիդնեսն ունեն, հա իրանց այդ ամեն իրավիճակի մեջ իրանց անելիքն ունեն։ Ուզում եմ կարդանք իրար այդ 3-րդ խոսքը, «Ибо не разумею праведность Божию и усиливаясь поставить собственную праведность, они не покорились праведностью Божьего». Երբ որ մարդը Սինորիս 10-րդ խոսքն եմ կարդում, որ դուք պատկերացրեք, երբ որ մարդը Տիրոջ
հետ հարաբերություններ չունենա, երբ որ սպասելիքներ իրանից չլինի ու իր վրա հուսացած չլինի, այս մարդը ինքը իր սոբստվինի պրավիդնեսն է հաստատելու։ Ինքը իր ճշտով sense կներեք 1000 անգամ, իր ճշտով է ապրելու, ինքը ամեն իրավիճակի մեջ իր ճիշտը ունի։ Այ ես այդտեղ մտածել եմ, ես ճիշտ եմ, ես ձեզ էլ ավելին ասեմ, այդ քո ճշտիդ կարող է եւ դաժե օրենք ասի այո։ Եվ դաժե օրենքի աշխատողը տեսնի, որ դու այդ դեպքում դենց ես ուզում պաստուպի տենես, կասեն, օրենքով դու ճիշտ ես, բայց երկինքը ինչ է նայում դրան։ Տերը քեզ ասել է դենց արա։ Ես վկայած կլինեմ վերականգնողական կենտրոնի մեջ մեր աղբերներից մեկը հեչ լավ չպայեց իրան, իրոք շատ վատ պայեց, հա, հույր էին եկե, հույրերի քով ինքնոր իրան շատ վատ պայեց, այս աղբերը հելնելուց ասես դու իրան հան։ Ասի ինչի համար, ասես գրված է, убери кашувника, стадо твое очистится։ Ասի նախ շատ զարմացա, որ ինչ կարած արել, նախադու հասկանաս, որ ինքը кашувник է, սերտերը քննողը Տերն է։ Այդ ինչ մի րոպեվա մի խոսքից մենք կարող ենք որակավորենք ինքը ով է։ Մարդը կարող է եւ միամիտ սխալվեց։ Թե ինչ գիտենք, մենք ինչի պիտի մենք որակ տան։ Բայց ես ամենի մեջ մի ուրիշ հարց տվեցի։ Ասում եմ քեզի Աստված ասեց, ես вообще այս կենտրոնի մեջ որ ծառայում եմ, հա, Տերը ինքն ինձ հետաքրքիր է բերում, ամեն մեկին ինչ որ 99-ին թողա, երթա, ես իմ ուրդեղից ոնց դնում վզին բերում է, հասկանում ես ու տալիս է այդ կենտրոնին։ Ես այդ ինչ մի ով եմ ես որ ձեռս մեկնեմ ու հանեմ։ Ինձ այդտեղ շատ կարևոր է հասկանամ ինքը ինչ է ուզում։ Ես էլ ավելին ասեմ, կյանքի փորձից եմ տեսել, Տիրոջը պետք է չի հանել։ Տերը ձեռքը հենց հանում է, հենց այս վզից գելն առնում ու փախնում է ամեն մի գարան։ Ինպես էլ չի որ պետք է որ դու հանելու խնդիր չկա։ Շնորհքը պահելու մեջ է։ Հանելուն вообще խնդիր չկա։ Այնքան որ Տերը մի րոպե թողեց։ Ես վերջում մի հատ ինձ հրաշք եղավ, մի հատ աշխարհիկ աղբեր ասում է Գառնիում կանգնած եմ։ Ես իշքան որ գիտեմ աշխարհիկ էլի, կարող է եւ եկեղեցի է գնում որ լսի չնեղվի, ես իրան տենց տեսա։ Վերջը այս աղբեր ասում է մեկ է տեսնիմ այդ Գառնի գետը մի հատ գառին ինձ տանում է ներքև, էլի, ասում է հետևից վազեցի, ընկա ջուրը, մի հատ վերցրի հանեցի չկարացա, նորից ընկավ, նորից գնացի, վերջը գնացի, ասում է հասա մի կիլոմետր չափ նորից բռնի, ջուրն ենքոմ անցա, մի կինո է պատմում, ինչ է գարին ջրից հանե, վերջում ասում է ուսից դրադոր բերում է, նայեմ նենց է երեսս նայում, ասի ես սրան ոնց եմ ուտելու, ասում է որ եկա հասա տղեկի մոտ ասի ինչ ասեն, անեմ ասին տարտուր էդոին վերականգնողական կենտրոն, եկել էր վերականգնողական կենտրոն, գարին բերավ Իսուսին ընդունեց Տեր ու Փրկիչ, հելնելուց մինես միտք առա, ասում է աղբեր Տերը այդպես չարչարանքով քեզի է բերես տեղ հասցրե, հասկանում եք, որ դու այսօր իրան Տեր ու Փրկիչ ընդունես, գիտեք որն է կարևորը, այո ամեն իրավիճակի մեջ պետք է հասկանանք ամեն մեկից Տերը ինչ դժվարությամբ է բերել, լքո մասին պետք է չմտածես կողքինիդ մասին, ու ինչքան զգուշությամբ պետք է լինեմ, երբ որ մեկի կյանքի մեջ մի բան եմ խոսում, ես իմ կյանքից օպտն ու փորձ ունեմ, դաժե Աստծու մեջ օպտ ու փորձ ունեմ, բայց մի բան եմ հասկացել, Տիրոջը вообще մի վարյան իմ օպտս պետք չի։ Երեք սենց է եղել, անցանք երեք, Աստված մինակ երեկվա Աստված չէր, Աստված եսօրվա Աստված է, եկուցվա Աստված է, ու Աստված ամեն ժամանակ, ամեն իրավիճակի մեջ ինքը ունի ասելու, ինչի հետ հոժարվենք, ինչից հրաժարվենք, ինչ անենք, թե չանենք։ Շատ տեղեր կա չանելու մեջ ավելի մեծ զորություն կա, չեմ անելու մեջ, շատ տեղեր կա չխոսելու մեջ ավելի մեծ զորություն կա, ու եթե զորություն չարձակվի երկնքից դժվար թե մենք կարողանանք չխոսանք։ Ես ամենաշատ իմ վրա որ զարմացել եմ, ասում եմ տվյալ իրավիճակին, ո՞նց չխոսեցի, գնացել մտել եմ ասում եմ Տեր ջան, ես գիտեմ ո՞նց չխոսեցի, այդ ինչ եղբայեցիր ինձ որ չխոսեցի։ Ես ինչ շնորհք է քո շնորհքը։ Փառք ես քո զորության համար։ Ու անում եմ ամեն անգամ ինձի բայի։ Այնքան եմ խայտարակվել, չափուսանման չկա, որ գալիս են ինձ մի շնորհք, կարևորը զգուշ լինի։ Ես դրանից հետո միշտ աղոթում եմ Տեր ջան, բայի հանգարց վրես չվերագրեմ։ Ես նեն չուտեմ վերագրում։ Ես մի ժամանակ հետարքիր մի ժամանակ էինք ապրում, այդ նոր ժամանակն էր վերականգնողական կենտրոնի, երկու օրը մեկ հրաշք էր կատարվում։ Երկու մեկ հրաշք էր կատարվում ու վերջում որ եկավ հասավ միտեղ ես բռնացրեց ինձ որ էլ Քրիստոսից չեմ պատմում, հրաշքներից եմ պատմում։ Դրա համար Տերը ողորմությունով վերցրել է, այդպես ինչ էլ օրենում են հենց այն որ մենք մասնակցություն շատ չունենանք։ Մենք մի հատ տղա ունեինք, մոդներս եկավ, ահա որ գիշ գժանոցից էին բերել, այստեղ են մնաց մոդներս, վերջում
Այն որ ասում է արդեն վերջն էր հասել, ահագին քանի ամիսներ, համել ով էլ որ լավ չէր աղոթե գալիս չափալաղում էր, հենց գալիս գտնում էր ով է որ վիճակը լավ չէ, հենց էր մի հատ չափալաղում, պետք է որ տեղեր կհիշեն։ Հա, այստեղ են վերջը գնաց, գիտեք, տունը քնավ, առավոտ նորմալի լրիվ դուրս եկավ, որ հանկարծ մեկս չասենք, մենք ես ձեռս դրեցի, հա, ես լավ ճվալով աղոթեցի, դրա համար էլ ինքը ազատագրվեց, դեր ինպես ողորմություն է անում, ինքը գիտե ինչ է անում, այնտեղ ծեր մեծ, այնտեղ հարցին լուծում տրվեց։ Հա, ու մեր համար ամենակարևորը իրոք եմ ասում, ավելի բեզապասնի է, երբ որ քո մոտ շատ բաներ չի ստացվում, ավելի ապասնի է, երբ որ մի քանի կբան քո մոտ ստացվում է, վախենալու մի վիճակ է։ Ես մի անգամ չեմ տեսել, որ Տերն ասի, երբ որ նեղությունների մեջ կլինեք, ընձի չմոռանաք։ Տերը միշտ ասում է, հենց հաջողվեք, զգույշ եղեք ընձի չմոռանաք, որովհետև հենց մի փոքր հաջողվում ենք, թե չէ, մեկից մոռանում ենք։ Իսկ նեղությունների մեջ նորից հետ դառնանք Մատթեոս 5-րդ գլուխ երանելի են սխավորները։ Որովհետև, այո, հետևը գրված է որովհետև երանելի են հոգով աղքատները, որովհետև մեր կարիքը մեծանում է ու մեր կարիքը հավե որ հասկանանք, որ հենց ինքն է Տերը։ Փառք իրան ամեն ինչի համար։ Ես իմ համար sense մի բան եմ մշակի որ ժամանակ առ ժամանակ ինքս ինձ քննելուց տեսնեմ էլի ինչ եմ անում, ես եմ անում թե Աստված։ Այնց հեշտ է հավատացեք, մեր մարդկային բնությունը ինքը միշտ էս վերջում էլի եմ ասել, պահանջում է արտարություն ու դատ։ Արտարություն ու դատ։ Էսի ճիշտ չէ, իմ մեջ հենց սկսում է վեր բարձրանալը, որ ես կարամ ասեմ վերականգնողական կենտրոնում, դու կարաս եկեղեցում ասես, եկեղեցում էսի ճիշտ չէ, սաղ լավ չեն պահում իրան, ես մի հատ ուզում եմ մեկնումեկից խոսք կա, Աստված մեկիդ խոստում տվել է, որ դու որ գաս եկեղեցի քեզի խոսք եմ տալիս, սաղն հենց եմ պահելու, որ հանկարծ դու չվիրավորվես, հանկարծ չնեղվես դու, այս սաղն հենց եմ անելու, սաղ եղնելու է ճաշակովը, ես չեմ հիշում տենց խոսք ունենայի, ես էլ կասեի էլի, հասկանում ես, Տերը մեզ ասել է նեղ է լինելու, այո, խնդիրներ են լինելու, ու չել ասել, որ խնդիր չի լինելու, բայց մի հատ շատ կարևոր, ես ու դու բարի լուր ունենք, որ հայրալ Քրիստոս, ես որ մեր Տերն է ու փրկիչ ու իրան ունենք, ով է բարձր իրան, այդ որ խնդիրն է մեծ իրանից, Փառք իրան ամեն ինչի համար, իրան ունենք ու խնդիրների ժամանակը լինենց հետաքրքիր է, իմ մոտ սենց ազարտ է կա, մեկ ինչ մեծախոսություն չեղնի, երբ որ սկսվում է մի իրավիճակներ, որտեղ որ հասկանում եմ, որ իմ միտքս չի կարում էլ ընկալել ու հասկանալ, այս ինչ է կատարվում, ֆրունզիկներ բանի մեջ ասում, այս ինչ է կա, այդպես վիճակի կանգնում ես, այս ինչ է կատարվում, այդ ժամանակ մի հատ շատ կարևոր բան գիտեմ, հիմա ինքը գալու է ու իրան սպասեմ ու ցույց կտա, անենց հետաքրքիր է, որ երբ որ ինքը իր լուծումներն է տալիս, ինքը շատ հեշտ է դառնում, երբ որ արդեն տեսնում ես ինչ է, օրինակ մի հատ միտքս որ ճիշտ հասկանաք ինչ եմ ասում, երբ որ են կնոջը բերել էին քարերով պետք է սպանեին, հա, հələ պատկերացրեք ես քանի մուսուլմանների հարցրել եմ, ինչ կարելի էր այդ դեպքում անել, քանի որ օրենքը գրողը դու ես, մենք գիտենք ով է ճարտարապետը, Հիսուս Քրիստոս, եթե իրան հարցրին դու Քրիստոսն ես, ի նկատի ունեին, եթե դու Քրիստոսն ես, ուրեմն դու ես, հա, այս գիրքը գրողը, հիմի դու գրել ես որ պետք է սպանես, ինչ չսպանես, հիմի ես մուսուլմանի որ հարցնում եմ, գիտես 1000 մի աբսուրդ պատասխան է տալիս, ուրիշ հավատքի մեկին հարցրեք, քրիստոնյաները այսօր անգիրեներ է, ով որ ձեզանից անմեղ է վերցրեք քարը, յանի գիտեին թե իրանք գիտեին, այդ դու չգիտեիր, այդ քեզ տերն ասել է նոր գիտես, դրա համար էլ հեշտ կրկնում ես, ինքը այնքան խորը բան է, որ մեր մարդկային մտքով իշքան խորանանք, դժվար թե կարողանանք այդ պատասխանն անենք, այդ ընդերքից ինքն է այդ պատասխանը ողորմությունով մեզի հանե ու տվե, այսօր մենք որպես զենք ունենք մեզ համար, բայց ոչ թե դիմացինին սանձելու համար, այլ ընձի սանձելու համար, ոչ թե դիմացինին ասեմ թե եթե անմեղ ես, այս է ամենակարևորն ու լավ լուրջ աշխատում է, երբ որ ես ընձի եմ ասում, եթե դու անմեղ ես, ես հենց անմեղ բառը ասում եմ թե չէ Քրիստոսից ֆակտորը մեջից հանես, ինչ անմեղ, ինչի մասին ենք խոսում։ Ես Գաղատացիների գլուխ կարդացել եմ մարմինն ինչ պիղծ մի բան է ու երբ ձեր տամ մարմնի մեջ եմ, էլի։ Ոնց կարամ ասեմ, որ Տերը սուտ չի գրի։ Ինքը մեզ ասում է մեզի համար, մեր ինստրուկցիայի մեջ գրված է, քանի մարմին ունես, Գաղատացիների 5-րդ գլխի մեջ, ինչ որ գրված է, այդ մարմնի մեջ պարունակում է, այդ տոբրագի մեջ այդ ամենը կա։ Ու երբ որ դու հասկանում ես, որ ոնց կարամ ես անմեղ մեկը լինեմ։
Անմեղ եմ Քրիստոսից թափած այլունով, այո, ես որ հավատում եմ դրան, հավատում եմ երկինք ու հավիտենությունն եմ ունենալու, բայց ես դրա հետ մի կապ ունեմ, որ ես պետք է փորձեմ խոնարհ հես իր խոսքի մեջ մնամ, որովհետև միակ այդ կավճեգն է, որ երկինք է գնում։ Ամեն։ Տերը օրհնի շատ։ Իրոք քրիստոնեության մեջ ամենակարևոր բաժինը ինձ համար ու հավատում եմ բոլորիս համար, որ հավատն առանց գործի մեռած է։ Եթե մենք հավատում ենք ու չենք սպասում, որ մեր կյանքի մեջ Տերը գործի, համ հավատում ենք, որ մեռելներից հարություն է առե, համ էլ իրավիճակների մեջ ինքնագլուխ ինքնուրույն սկսում ենք գործել։ Ես մեզ համար ամենամեծ բարի լույսն է, ինքը կա, ինքը եսօր էլ կա, հետո ինչ որ չենք տեսնում։ Ինքը իր հոգով մեր մեջ էլ բնակվում է շատերիս մեջ իր հոգով մեր մեջ բնակվում է։ Մի մոմենտ հանդարտվել է պետք, հանգստանալ է պետք ու մի հատ էլ բան հասկանալ է պետք, որ Տերը երբ որ ուզենա այդ վաղ կպատասխանի։ Ինքը երբ ուզենա այն վաղ է գործելու։ Ինքը գիտե ճիշտ ժամանակը, երբ է ինքը խառնվելու։ Գիտես, sense մի վիճակա, դե շուտ արի։ Դե արի էլի Տեր ջան, դե արի, էլ չեմ կարում։ Չէ, ինքը գիտե կարում ես, թե չես կարում, եթե դու չգիտես, չես կարում, թե կարում ես։ Այստեղ հարցը սրա մեջ է։ Եթե ուզում ես էլ կարանաս, իմ համար եմ ասում։ Եթե ուզում եմ կարանամ, ուրեմն վիճակ պետք է ունենամ։ Իսկ վիճակ ունենալու համար աղբերներն ասեցին, պետք է հոգին կերակրել։ Պետք է հոգին կերակրել վիճակ ունենալ։ Ես իշկանել ուզենամ ինչ անեմ, դժվար է կարանամ, եթե վիճակ, եթե Տիրոջ հետ հարաբերություններ չունենամ։ Ես մի բան եմ շատ կարևոր հասկացել։ Ամեն ինչ պետք է լինի հարաբերությունների հետևանք։ Հարաբերությունների։ Քո գիտեցածը քեզ քիչ է, դու գիտես, ինչ որ գիտես։ Գիտես որ պետք է ես չանես, պետք է չանես, չպետք է բան պասես։ Հասարակ մի բան եմ ասում։ Ինչ էի անում, որ ասում եմ, նստած լսում էի։ Լավ էլ պովոդ էի տվել, բամպասանքը լավ է, թեժ գնում էր ու երկուսով էի բամպասում, լսում էի պրոստը։ Կապ չունի։ Դաժե որ այդ մոմենտին ուզենաս, չես էլ կարա, գիտեք, ես իմ կյանքի մեջ մի հատ շատ կարևոր բան եմ հասկացել։ Քրիստոնյա դարձան, որ Տերը ինձ ուժ ու կարողություն տվավ չէ ասելու։ Գիտեք, չէ ասելն ինչ դժվար մի բան է։ Ոչ ասել են, հենց աչքերով են նայում, երեսի դու լավ էլի թող բամպասեմ էլի, հենց են նայում, որ ասում լավ դե բամպասի։ Հասկանում ես, ասենք պետք է պրոստը հասկանանք, որ մենք չէ ասել պետք է գիտենանք, չէ, բողոքական եկեղեցուց ենք, բողոքական եկեղեցին մի դավանանք ունի, բողոքում ենք մեղքի դեմ։ Մենք մեղքին դեմ բողոքում ենք, ես համաձայն չեմ, ես չեմ ուզում իր հետ ոչ մի բաժին ունենամ։ Շատ մեծ խոսացի Տերը ներենձի, բայ որ չունեմ, փորձության մեջ կանգնենք աղոթքի։